Ինչպես զարգացնել ֆինանսական մտածողությունը։ Սիրելի ընկերներ, ողջունում եմ բոլորին, ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը Manifest Online դպրոցից։ Այսօր մենք խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որը որ նույնպես կարող է փոխել ձեր կյանքը, ինչպես ձեր մասնագիտությունը։ Այն յուրաքանչյուր ներդրողի համար կարևորագույն գաղափար է լինելու եւ զարգացման հիմք է հանդես գալու յուրաքանչյուրի համար։ Շատ մարդիկ կարծում են, որ շատ գումար աշխատելու համար պետք է բարձր աշխատավարձ, ինչ-որ կապեր, ծանոթություն, բայց իրականում այստեղ ամենակարևորը ճիշտ ֆինանսական մտածողությունն է։ Կան շատ մարդիկ, ովքեր որ աշխատում են շատ, բայց տարիներ շարունակ նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվում եւ նրանք մնում են նույն տեղում։ Եվ կան մարդիկ, ովքեր նույնիսկ ունենալով միջին կապիտալ, իրենց համար ստեղծում են մեծ եկամտի աղբյուր, կապիտալ եւ ազատ միջոցներ։ Իսկ տարբերությունը շատ հաճախ ոչ թե գումարի, այլ հենց մտածողության մեջ է։ Ինչ է ֆինանսական մտածողությունը։ Սա այն ձևն է, թե ինչպես է մարդը վերաբերվում ընդհանուր փողին, իր կապիտալին, իր ներդրումներին եւ ռիսկերին։ Սա միայն տնտեսելու մասին չէ։ Սա այն մասին է նաեւ, թե ինչպես եք դուք կայացնում որոշումներ։ Մարդկանց մեծ մասը աշխատում է հետեւյալ սխեմայով. աշխատել, ստանալ աշխատավարձ, ծախսել այն եւ սպասել հաջորդ աշխատավարձին։ Բայց ֆինանսական մտածողություն ունեցող մարդիկ լրիվ այլ սխեմայով են աշխատում։ Նա իրեն հարցնում է. ինչպես պահպանել գումարը, ինչպես ներդրումներ կատարել, որտեղ ներդրում կատարել եւ ինչպես անել այնպես, որ գումարը աշխատի մեզ համար եւ այն ել ավելի շատանա։ Եվ հենց այստեղից էլ սկսում են փոփոխությունները արդեն իսկ ի հայտ գալ։ Ամենաառաջին բանը, որ պետք է հասկանալ, որ ֆինանսական մտածողությունը մեկ օրում չի ձևավորվում։ Սա աշխարհին նայելու ձև է։ Եթե օրինակ բերեմ, մարդ ստանում է աշխատավարձ եւ որոշները մտածում են, թե ինչ կարող եմ գնել այս գումարով, որտեղ ծախսեմ իմ գումարը։ Իսկ մյուսը, որ ունի ֆինանսական մտածողություն, մտածում է, ինչպես պահպանեմ գումարս, որտեղ ներդրում կատարեմ, որպեսզի իմ փողը ավելի մեծանա եւ շատանա։ Առաջին հայացքից տարբերությունը փոքր է, բայց երկարաժամկետում եւ տարիների ընթացքում սա ստեղծում է հսկայական արդյունք եւ կապիտալ։ Հաջորդ կարևոր կետը դա պատասխանատվությունն է։ Քանի դեռ մարդիկ մեղադրում են իրենց շրջապատին, ինֆլյացիային, աշխատավարձի քիչ լինելուն, բնականաբար նրանց մոտ չի փոխվում ոչ մի բան եւ միշտ այդպես բողոքում են։ Փոփոխությունները սկսում են այն պահին, երբ մարդը կանգնում եւ ասում է. ես եմ պատասխանատու իմ ֆինանսների համար։ Եվ անկախ ամեն ինչից մարդը սկսում է գործել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ իր եկամտաբերությունը քիչ է, նույնիսկ այն ժամանակ, երբ կան ռիսկեր, երբ կան վախեր, անելով ամեն ինչ, փոխելով իր մտածողությունը, շարժվել առաջ եւ արդեն իսկ սկսել իր ֆինանսական անկախության ճիշտ ճանապարհը։ Հաջորդ կարևոր կետը ակտիվ եւ պասիվ գնումներն են եւ դրանց տարբերությունը։ Շատ հաճախ մարդիկ ծախսում են իրենց գումարը եւ գնումներ են կատարում էմոցիոնալ ֆոնի վրա, թանկարժեք ինչ-որ գնումներ, որը որ եկամուտ չի բերում, վերցնում վարկեր, որը որ ուղակի ծախսեր են դիտարկվում եւ ուղակի իրենց փողը ծախսում, չմտածելով, որ կարելի է այդ փողը ել ավելի ճիշտ տեղեր ներդրումներ կատարելով ել ավելի մեծացնել։ Իսկ ֆինանսական մտածողություն ունեցող մարդիկ ձեռք են բերում ակտիվներ, բայց այնպիսի ակտիվներ, որոնք որ ապագայում ել ավելի մեծ եկամտաբերություն են ունենալու։ Դա կարող է լինել փորձը, դա կարող է լինել կրթությունը, գիտելիքը, որը կարելի է օգտագործել ավելի շատ գումար աշխատելու համար, բիզնես, ներդրումներ, թվային արժույթների մեջ ներդրումներ, մի խոսքով ամեն ինչ, ինչը որ կարող է հետագայում ել ավելի մեծ փողի վերածվել եւ բնականաբար ել ավելի լավ կապիտալ դառնալ։ Հենց դրա համար է ամենակարևորը, որ հաջողված մարդիկ նույնիսկ ամենահաջողության այսպես գագաթնակետին հասած ժամանակ էլի շարունակում են սովորել ու զարգանալ, որովհետեւ յուրաքանչյուր հաջողված մարդ գիտակցում է, որ ամենաթանկարժեք ակտիվը դա գիտելիքն է, որը որ միշտ մնայուն է եւ կարելի է օգտագործել ամենտեղ ցանկացած պահի։ Հաջորդ կարևորագույն սկզբունքը դա երկարաժամկետ մտածելն է։ Շատ հաճախ մարդիկ ցանկանում են արագ հարստանալ միանգամից, մեծ կապիտալ ունենալ եւ այդ արագությունը ընկերներ հենց խանգարում է շատ շատերին այդ հաջողության հասնելու ճանապարհին, որովհետեւ հաջողության հասնելը, ֆինանսական ազատություն, անկախություն ունենալը իրենից պահանջում է ժամանակ։ Ֆինանսական մտածողությունը ասում է, որ մեծ արդյունքներին կարելի է հասնել ոչ թե միանգամից արագ հարստանալով, այլ փոքր, բայց հստակ ու համակարգված քայլերի արդյունքում ավելի երկարաժամկետում։ Շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև շրջապատը։ Եթե դուք շրջապատված եք այնպիսի մարդկանցով, ովքեր որ միշտ բողոքում են, միշտ դժգոհում են, չեն հավատում ձեզ, չեն հավատում, որ կարելի է շատ փող աշխատել, մեծ հաջողությունների ունենալ, ժամանակի ընթացքում դուք էլ եք սկսում այդպես մտածել եւ բնականաբար արդեն արդյունքի հասնելը դառնում է գրեթե անհնարին։ Բայց եթե դուք շրջապատված եք այնպիսի մարդկանցով, ովքեր խոսում են ներդրումներից, ովքեր խոսում են իրենց նպատակներից,
պրոյեկտներ ստեղծելուց եւ ներդրումներ կատարելուց տարբեր զարգացող ոլորտներում, ապա ձեր մտածողությունն էլ ժամանակի ընթացքում սկսում է փոխվել եւ դուք սկսում եք մտածել նույն ձև եւ նույն ուղղությամբ։ Իսկ հիմա ցանկանում եմ խոսել ներդրումներից։ Շատերը կարծում են, որ պետք է սկսել մեծ ներդրումներից, բայց փոքրիկ գաղտնիք բացեմ եւ ասեմ, որ հարցը իրականում փողի մեջ չէ, որովհետեւ եթե մենք չունենք մեր գիտելիքները կիրառելու տեղ, ապա մեր մեծ ներդրումները կարող ենք ուղղակի ընկերներ վատնել։ Այստեղ հիմա ներկա ժամանակահատվածում կարելի է սկսել նույնիսկ փոքր ներդրումներից, որովհետև ել ավելի կարևորվում է ճիշտ գիտելիքի արդյունքում ճիշտ պահին սկսելը։ Եվ թեկուզ փոքր ներդրումներով կարելի է արդեն իսկ մեծ արդյունքների հասնել ժամանակի ընթացքում, որովհետև ինչպես արդեն ասեցի, կարևորը ոչ թե ներդրման չափն է, այլ սկզբունքները, քայլերը եւ հստակ գծված համակարգը, որին որ պետք է հետևել ու թեկուզ փոքր ներդրումներով շարժվել առաջ այդ գծված համակարգով։ Եվ այստեղ նաեւ շատ կարևորվում է կրթությունը, գիտելիքը այն ամեն ինչի հանդեպ, որտեղ որ դուք ցանկանում եք զարգանալ, խորանալ եւ ձեռք բերել ֆինանսապես անկախություն, որովհետեւ եթե մենք չունենք գիտելիք, կրթություն, ապա մենք աշխատում ենք էմոցիաներով, ինչը որ խանգարում է մեզ, վախեր են առաջանում եւ մենք չենք կարողանում մեր էմոցիաները կառավարելու արդյունքում հաջողություն ունենալ։ Իսկ ովքեր որ արդեն իսկ ունեն ֆինանսական մտածողություն եւ բավարար գիտելիքներ, գիտեն, որ ամենակարևորը այստեղ, երբ մենք ուզում ենք մեծ հաջողությունների հասնել, պետք է լինել ուղղակի սառնասիրտ եւ համբերատար, որը որ երկարաժամկետում տալու է իր արդյունքը։ Ապագայում ձեր ամենամեծ ակտիվը կարող է դառնալ իրականում ոչ թե փողը, այլ հենց ձեր մտածողությունը եւ ձեր գիտելիքները։ Եթե ընկերներ տեսանյութը ձեզ համար օգտակար էր, ապա եկեք գրեք մեկնաբանություններում եւ տեսնենք ձեզ ինչն է խանգարում ֆինանսական անկախության հասնելու ճանապարհին։ Ինչպիսի մտքեր, ինչպիսի էմոցիաներ եք վերապրում դուք, որ չի թողնում ձեզ ել ավելի մեծ հաջողությունների հասնել։ Եվ իհարկե մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որովհետև մենք այստեղ խոսում ենք ներդրումների, ֆինանսների եւ կրիպտոարժույթների մասին։